Վերջապես հավաքվեցինք, որ դուրս գանք, մեկ էլ ինչ պատմությունը սկսվեց։ Չեմ կարա նույնիսկ լուսամուտը բացեմ։ Հələ մի վարկյան բացեմ։ Սև երկինք, բայց արևա դուրս եկել։ Ողջույն։ Ողջույն։ Վերջը դուրս եկան, քանիցն է։ 6:20։ Վայ։ Մի ժամ առաջ էր, որ նկարեցի ընդ անձրև ուժեղ, քամիով ուժեղ։ Մի խոսքով 14 աստիճան դարավ մի անգամից, մինչև այդ 21 էր։ Բայց հիմա որ արևը դուրս եկավ, կարող է էլի տաքանա, շանսեր կա, չէ՞։ Շանսեր միշտ կան։ Մենք էլ տաք հագնվեցինք։ Հանվելու շանսեր միշտ կա։ Մեր նանսենը Ոչ թե հանվելու, այլ թեթևանալու։ Թեթևանել գլխին էին ասում, չէ՞ բետ։ Գլուխդ խիչ ես թեթևացնում ես շոքին, այ Արմեն։ Պետք է ասում ես, որ շատ շոք լինի, գիտելիքները հանում ես, դնում ես մի կողմ, մեկ էլ լավ հով ես քեզ զգում։ Կարա տենց լինի։ Այո։ Այգին երանելության մեջ է ուղղակի։ Էքստազ Святой Травы։ Деревьев։ Դե մեր այգիներն էլ, բոլոր այգիները էլ, ձորի այգիները։ Էդ ինչ էր, հիշում ես, էքստազ կավո։ Святой Терезы։ Ճիշտ է, Святой Терезան էր, չէ՞։ Այ Բեռնինի, էդ ինչ էր արել։ Կորյունից թեքվենք Նալբանդյան։ Մի հատ էլի սաս պետք է գնանք, համեցեք։ Նալբանդյան փողոց։ Ինչ լույսը։ Էդ որ ընդեղից հանկարծ մինիստրը դուրս գա, այդ լույսը դառնա կարմիր, ոչ մեկը չխանգարի։ Պարզ։ Ես ինչ ես, տրակտորեն ինչ են թողի աս այդքի հետևը։ Կովշով, փոքր, ինչ հետաքրքիր տեխնիկաներ է, չէ՞։ Հա։ Ինչ ձևի փոս պետք է այդ չափսի էսկավատորա։ Այս փողոցն էլ է, նայես աղ ցանկապատողն է։ Ամենահետաքրքիրը, որ երբ անցնում ես, համարը գործ չեն անում, ուղղակի։ Ցանկապատը չոտկը կանգնած է։ Ինչի, քանդելը միշտ անում են։ Փորել, քանդել, հետո կանգնում են։ Այս Խաչմերուկում սուպեր խցանում է։ Ես Իսահակյան փողոցի վրա եմ կանգնած, Աբովյան փողոցն է, Արմերերգոնն է, մի խոսքով ուժս, Անահիտը մտել է սաս։ Ստայանշիկին ստեղի հարցնում եմ, ասում եմ, Էս ինչ է եղել, որտև ես որ կանգնեցի ավելի վատ էր վիճակը։ Ասեց ինչ պետք է լինի, ախպեր ջան, այս քաղաքից չես։ Ժամը 7-ն է, ժողովուրդը տուն է գնում, լիքը մեքենա է եւ այլն։ Բայց ես ճիշտ ասած sense բան չէ, երևի Ստայանշիկը ճիշտ է, որ ասում է
Մի բան գիտի էլի, չէ՞։ Հələ լավ է, անձրևը կտրվեց։ Այս ամեն ինչը անձրևի տակ լրիվ տխուր կլներ։ Անետ Ես հիմա ես կանգարի մոտ եմ բանի շրջանայինի Մի հատ բարձացիս տե մի րոպեով Ես մոբայլ հաուզ որ կա է բուտքեն Հա տեղ եմ արի մի րոպե էլի Օ հլը տես ինչքան ավտոբուս եկավ Անետ В общем-то, պրոբան կցանում Աբովյանի վրա է, էլի Ոչ թե Իսակյանը արդեն չի կարող անցնի իրանց պատճառով Վեցատ ավտոբուս է Ես ութատ հաշվեց Հա ութատը Հլը տես ոնց հեսակը դատարկվել էրեք Պաստորեն խծամա պատճառով էր Աղջիկները պատմում Ոնց են գնալու Բայց ներսը տենց լիքը չի ոնց էր Չէ, ներսը մութ է, պատուհանները մութ են, չի Արիլը մի քիչ բարձանանք Հա, այդ կնոջ հետ ես ուզում Մի հարցնեմ ես այս բուտկայից Սամմայիստ եմ Դու գնա? Վեց եմ չկար կոշկանդարի ես եղավ Ես վերջի անգամ որ տեսա շատ փիսնի հարածվեր Բայց իր այդ Անահիտնա մոտիկ ես չխոսացի Ասում եմ մի ամիսը չի գալիս, բայց պատճառը չգիտեմ Ես մի 20 օր առաջ էր որ անցնում էի Չի ասում արդեն մի ամիսը չի գալիս Ես որ քեզ ասեցի ասի շատ պիսնի հարած էր Երկու ամիս առաջ Այդքան անցավ Հա
Լավ, մարդկանց տեղավորեցինք, շատ քիչ, հանգիստ գնանք մեր գործերով։ Ակին պակասեց։ Գնայելի են գալի, արդեն հանգիստ եմ։ Իսենց հավաքվել բոլորը։ Ինչ-որ երևի պատճառը էստեղից չի սկսվում, այլ ավելի հեռվից։ Ինչ է, այդ խցանումն ես ասում։ Ավտոբուսների քանակը։ Չէ, ավտոբուսները հավաքվել էին, որտեղ խցանման պատճառով չէին կարող գային։ Ինչ-որ միտեղ խցանումը Դե ես էլ եմ վերացավ, ասում, էլի, որ երևի բոլորը եկան։ ավելի հեռու ինչ-որ էլի մի բան կա, որ Հա։ հավաքվել են սաղ Դեն Ստայանշիկին ասեցի, ասի կարող է գիտես ինչ է ասում, ես քաղաքից չես ասում, միշտ էլ այս ժամից սենց է, էլի, չէ, սխալ է ասում, միշտ այս ժամին սենց չի, սենց եփ է եղել վրա ավտոբուսներ կան, լավ, դե մի հատ գնանք, Այս բոլորը այս կողմից են գալի, երևի ինչ-որ են կողմից մտնում են, բայց որ կողմից, Մոսկովյանով չի կարելի, հա չի կարելի է։ էլ բարդ եզրակացություններ, Այս Իսահակյանով էլ շատ են ավտոբուսները, չես տեսնում, իրար վրա գալիս են։ ես իմ որտեղից են գալի Իսահակյանի վրա, կարող է համալսարանի կողմից, կարող է Լավ, Երևանդ Քոչար փողոցից, ոնց որ ասում են մեր գործը չի սա։ Մեկը բան չենք հասկանա, անցյալի շուտ, այս մեր փողոցը չի։ ահա, նստեցինք որ գնանք, Անայտը հիշեց, որ մեզ լամպոչկա է պետք, դեմը գնա, լամպոչկաները վերևն են, չէ, երևի։ Վերևը ինչ ասաս հոմ, այո, լամպոչկեքը ոնց որ ինչ-որ, չէ, փոխել են, ես կոմն էր, հարցնել է պետք է սես չեմ կտնի, Написано стоит? լամպոչկաները որտեղ են, ես աշխատող չի, լամպոչկաները, բարև ձեզ, այսինքն ինչ ցույց տվեց հասկացա, ես չհասկացա որտեղ ցույց տվեցիք, մինչև վերջ, Դե դիմացը ցույց տվեցի, այստեղ ցույց տվեցի։ Լամպոչկա է կոկում ես այդ։ ախ հենց ես, հա, եղավ, ինձ այսենց պատրոնով, հա, ես էլ բրծանք, մի հատ օպերայի մոտ գնանք ընդեղ, մի բան եմ ուզում նայեմ, ճանապարհին կասեմ, Ես ինչ է, սաղ կասաներից երկու հատնա աշխատում, եղել ընդհակառակ, հա, թեթև ժամը, Пойти на улицу. С 4-го этажа Чубатачук. դուրս բրծանք Իսահակյան,
թողվեց։ Տերյան անցանք։ Եթանց 20 հանը էտես ինչ։ 8-10 մտնում։ Դե մի քիչ մտնեց, էլ GoPro-ով չեմ կարա նկարում։ Են մեկն է չվեկալա, տեսար մոռացա։ Փոքրը չես վերցրել։ Ստեղից թեքվենք Մաշտոց։ Ու Մոսկովյանի հետ Խաչմերուկին մոտեցանք։ Ոսկի կանգնեց որ։ Մեքենա կար այնտեղ։ Չգիտեմ, չերևաց։ Հեսա չնկատեցի Մոսկովյանը կտրենք։ Հիմա մի հատ ուրեմն մերոնցից անգամ մեկին հանդիպեցինք է փողոցում։ Լոսից էր ինքը։ Մեր Էնջի բարեկամն էր։ Էնջի ազգանը ոնց էր Անահիտ։ Իսկուլյան։ Բարեկամն էր։ Ասեց, թե ֆիրմա են բացել։ Այդ ջրով որ լվանում են շենքեր, արձաններ եւ այլն։ Այսօր ֆիրմայի ներկայացուցիչը առավոտ շուտ զանգ տվեց, ես չվերցրեցի քնածեի։ Հետո զանգ տվեցի, ասում է ժամը 12-ին այս արձանն էինք լվանում, ասեցի կարող է ձեզ հետաքրքրի։ Ասեցի իհարկե կհետաքրքրի, բայց արդեն վերջացրել էին։ Նախ մի հատ նայենք ոնց են լվացել։ Բայց դրանց հետո անձրև, քամի, փոշի եւ։ Չէ, դե բայց էս արդեն երևում է, լուտես ինչ մաքուր է Անահիտ։ Այո, էս ինչ ցենտրը։ Անսպասելի էր։ Մի ոտով է։ Շատ լավ է։ Դու չես նկատում։ Այս ինչ էկրաններ են դրել, ես աչքի ձախ կողմը։ Հա, ասեց արարողություն առնելու դրա արդիվ են կանչել։ Ուրեմն ֆիրման կոչվում է Mirage Service։ Հանկարծ կարող է էլի մեկին պետք գա, չէ՞։ Այո, բայց տես է սերմերը էլի քամին բերել քշել։ Դե սերմերը ինչ է։ Հա, Արմեն։ Արձանը որ շատ լավ մաքուր է։ Հա, Արամ Խաչատրյանը։ 100։ Ես չեմ հիշում, գիտես, հիշում եմ որ մահացավ մայիսին։ Մայիսի 6-ին, եթե չեմ սխալվում։ Բայց այս մասերը մնացել են, այ, այս աղերը։ Հա, այդ աղերը կան։ Ախի։ Արջևը լավ էր շատ։ Կարող ես հետո է դուրս տվի Անահիտ։ Չգիտեմ Արմեն։ Ափսոս։ Քան լավ էր տեսքը։ Միգուցե այդտեղ հնարավոր չէր ուժեղ ջրել, որովհետև այս բաներն էին, թուփերն էին խանգարում։ Թե չէ ասավ մնացել է։ Հա, այստեղ էլ է մնացել։ Ճիշտն ասած, ես մի անգամ կանչել են սենց բաներ, մենք Բալգարկայով էինք այդ մաքրում գրանիտի վրայից։ Դե տեսնում ես, ուրեմն ահագին մեծ ուժ է պետք էլի։ Հա, ջրովը ինչ-որ սահման ունի։ Հա, այս ջրի հոսք լինի։ Այս կողքերն էլ ամենացել։ Այո։ Հա։ Լավ։ Դե որ իրանց հրավիրեք, ինչը որ մնամ ես կկանչեք։ Բայց ես ինչ սպիտակ գծեր են։ Հա, այս ինձ թվում արդեն սա հետո է եղել Անահիտ, հետո որտեղ սա լրիվ հեչ բան է այս մաքրելը։ Այս գծերը, բայց ընդհանուր որ մոտեցանք սկզբից շատ ուրիշ էր տեսքը, շատ լավն էր, ես ոգևորվեցի։ Երևի մանրամասն նայելու համար չի։ Ինձ թվում է process ավելի հետաքրքիր էր, քան թե հիմիկվա։ Հա, ես ինքնին ասեց, ես վիդեո նկարել եմ, ես խնդրեցի, ասեցի մի հատ WhatsApp-ով կամ
ողջույն։ Բարև ձեզ։ Ո՞նց է վազում։ Բայց ես մեկը շատ փոքր է, սենց էր։ Ռազուշ ստեղ ենք, ու ինչ-որ արարողություն, տոնակատարություն առնելու, կարող է էլի Խաչատրյանի։ Բա ես լուրջ ասեցի Չէ, այդ 100-ը սխալ ասեցիր էդ հաստատ։ Լավ, արի ես հիմա հենց բացեմ։ Հա, բացենք նայենք, հարի ընդեղ նստենք նոր։ Մինչև Անահիտը նայի, ես էլ նայեմ։ Հետո աղբեր, Совсем обновили мотоцикл. Ваня, 930 не 122 куда. Հեսա կգամ, Անահիտ ջան, հեսա կգամ, լրիվ պարզի։ Ես գիտես խի ասեցի սխալա, որտև ինչ-որ աղոտ հիշում էի 120 ամյակը նշեցինք Խաչատրյանի։ 122 տարեկան է ստարի։ Այս տարի։ Այո, Հունիսի 6-ին։ Ինչքան կա ժամանակ, ահագին կա, հələ։ Բայց հենց ինչքան լավ է տեսքը, որ զարմանալի է։ Նայես, առաջը չկան այդ բաները, բայց կողքերը։ Скажите, кому памятник? Как? Араму Ильичу Хачатряну. Хачатуряну. Да, маскарад. Молодой, да, здесь? Танец с саблями, знаете? Да. Вы его старым знали? Ну, я его знала более пожилым, да. А вы откуда? Из Краснодарского края. Ага. Откуда? Да. Геленджик. Геленджик. Назовите 2 балета Хачатряна, и мы уходим. Ну, нет, Гаине, да? Да. И танец с саблями, это же оттуда? Да. Как раз. Хачатурян, так. Ну, Гаяна уже отлично. Да, Спартак. Да, Спартак же. Спартак. Маскарад. И маскарад. Пока. Տեսար Գայանեն գիտեր։ Ասեց ես իրան ավելի երիտասարդ գիտեի։ Չէ, ավելի մեծ հասակում եմ ճանաչել։ Այստեղ երիտասարդ է։ Բա ես թարս հասկացա։ Էս ինչ շուխուրա։ Ես փողոց անցնելը արդեն տոն ա դառը։ Չէ, երիտասարդները հայ են կողքի։ Մի հոգի։ Հա։ Անայդ ես ինչ է։ Լրիվ իրանք ունեն մեզ։ Հա, ասում եմ մի հատ մերոնցից Հասմիկը Եղիազարյան, որ միշտ Բայրեն փողոցից ողջունում ենք։ Մեզ ուղարկել էր, որ Անայդը առաջարկում է ես իմ Զոնջիկը վեկալեմ, կարող է ու ճիշտ է, եկեք վեկալեմ ու գնանք։ Վերցրեցի։ Բայց ինչ ափսոս կնի, որ պետք չգա։ Դե դու ինձ թեթև այնքը, ուղղակի քեզ կխանգարի։ Դե ինչ խանգարի, ձեռներով չեմ նկարում, կախած է։ Հասմիկը Եղիազարյան ինչ էր ուղարկել մեզ։ Մեզ ուղարկել էր Վիկտորի նկարածը Մնացականյան,
որ Մոսկովյանի վրա մի հատ լավ շենք կա, քանդում են գիշերները, ինչ-որ հեչ հավատալը չի գալի, որտեղ դա բոլորովին քանդելու ենթակա շենք չի։ Բա հետո վերջապես բնակելի շենք է դա։ Ես մի կողմը, հա, են բաններ, չէ՞ ոնց էր, հիդրոպրոյեկտ էր, ինչ էր կոչվում։ Այդ շենքներ, չէ՞ ոնց էր։ Հա։ Հա։ Այս կողմն էլ է բնակելի, դեպի Սպինդիարյանն էլ է բնակելի։ Սպինդիարյան փողոցա, չէ՞ սա։ Հա, ճիշտ է։ Մի րոպե, ես մի անգամ այդտեղ բակը մտա, հետո բակից մտա այդ շենքը, այդ գիպրո, ես իմ ինչը։ Այնտեղ շատ վայ ես էլ են մաքրան, անայդ աշկիս։ Հա, հաստատ, հետաքրքիր է իրանք են մաքրել։ Ինչ անեմ։ Դեղն էլ է քարը, նայ։ Զանգտեմ, ինչա։ Քարը դեղն էլ է այս ծնկների վրա։ Լավ էլի անայդ, նես բաներ ես նկատում, այսո բլուսկա չի, արձան է։ Չէ, բայց քարը ինչի՞ց է դեղնել այդպես։ Կարվատ ես դեղին է եղել սկզբից։ Չէ, ընդհանուր մաքուր է։ Սենց չէր, ես հիշում եմ այդ Վերնիսաժի ժողովուրդը հավաքվել է արդեն։ Ոտ ես ինձ անձրևինով կդիմանար։ Հավայ ճիշտ է, անձրևը սոսկալի էր։ Պատկերացնում եմ, այդ քամին, եթե ստեղ տենց քամի է եղել, ոնց որ մասիվ։ Ամբողջ նկարները թափթփել։ Հա, այս խեղճ մարդկանց հաղաքին վնաս կտար։ Եթե տենց, չէ, հաստատ մաքրել են։ Անե, սպասի մի հատ զանգ տամ, եթե ինքին զանգ տվեց, ես էլ իրան կարամ զանգ տամ։ Արմ, մի մորացի, որ շուտով մտնելու է։ Հետո կզանգ տաս։ Չէ, մերոնց ասեմ, ով է մաքրել, եթե իրանք են մաքրել, իմանան։ Չէ, չվերցրեց, ես նկարելու զանգ կտա։ Հա, միշտ տենց է լինում մեր մոտ։ Հա, զանգ ես տալի, որ չեն վերցնում, հետո կրակն ես ընգնում, իմանալով, որ եսա զանգելու են խանգար են։ Սպինդիարյան փողոցի վրա ենք։ Սա հիշում եք, Զորյան էր կոչվում, հետո ինչ-որ… Իսկ են մյուս փողոցն էլ է Սպինդիարյան։ Սպինդիարյանը փաստորեն հիմա Պեաձև փողոց է։ Հա։ Ես ճիշտ էի։ Երկու կողմն էլ բնակելի շենք է այդ շենքը։ Այո։ Ոնց կարող է քանդել, ես չեմ պատկերացնում։ Այս վարդերը լավ են, չէ՞, Տոլստոյ փողոցի վրա կար։ Հա։ Մեր մոտ էլ այգում կա, բայց դեղին են մեր վարդերը։ Էլ է սենց շատ։ Մի րոպե, մեր անձնական այգում։ Մեր հողամասում։ Այո։ Այո։ Դա հետո է տնկե։ Լսում։ Երևի կամ Դավիթը կամ ինչև հետով էր մեր հողամասում նայում։ Ես ինչ է։ Տնամում։ Բրիոշ։ Սա վաղուց է շատ ես կապում։ Կաֆե է։ Արդեն այո։ Այստեղ Մոսկովյանը գրած պարզա ես։ Իմիջիալոց այս ամբողջ շենքը, այս էներգետիկների շենքն է։ Հա։ Սաղ երկանքով բան է, հասցեն Մոսկովյանը։ Ես ուրն գան, կարա, Էլ մի ասես։ լաբիրինտին է։ Լավ էր, փողոցը վեր են կալը, հլը։ Տեսար, չէ, ինչ արին։ Ինչ կոյին բերեցին, ես ինչն է վարձով տրվում։ Կոշի է նոր ստեղ։ Դա ինչ լավ պուշիստի լնայի։ Հա, Սամայեդը։ Սամայեդը։ Մռութը տենանք էնել է։ Ֆոքս, խոյդ ուզում են ծանոթանան, հա, ինքն դե Ֆոքս։ Հա, ինքը արդեն ուզում է մտնի այդ բանի տակ։ Չոր լուրջ բան է քթե Շոր ընդեղ։ մեկը տեղ չի կարի։ Հա, ընդամենը։ Ինքն էլ այդ հոտը առնում, ասում է չէ իմ տերիտորիան է, ինքը պետք է անի։ Բա ամառը չի շոքում։ Օ, Մետ նստի, մետ նստի։ գեղեցկուհի։ Հələ նստի։ Տղա է դա աղջիկ։ Տղա, նստի մետ, սեծ, Ֆոքս, սեծ։ Սեծ։ Ֆոքս։ Արա նստի մի։ Не слушает, он… Молодец, Ага, дай, наконец. молодец. Ой,
Ինչա դե խոտ է գալի, հա։ А сколько ему лет? 5 5 уже. Ձեզ լավ էր։ Ձեզ է։ Բայց տեղ ուժեղ ասֆալտի գործեր էին անում։ Մայթը չէ, հա, պաստորեն, ինձ թվում էր բոլորը։ Որտեղ եր։ Այս Մոսկովյանը այս հատվածը, այ այնտեղ ասֆալտ էին անում։ Այդ վաղտ էլի երբ որ ես։ Հա։ Ու այդ ներսում էլ ուժեղ վերանորոգում էր, սաղ քանդել էին։ Մի քիչ տրամաբանորեն չի, չէ՞ որ։ Ներսը որտեղ ներսում արդ։ Այդ հիմնարկության ներսը այդ Գիպրո։ Հա, դա վաղուց էր արդեն, շատ վաղուց փակեր ու գործ էին անում։ Դե իմ նկարածություն շատ վաղուց չէր։ Բակից ես եկա։ Փաստորեն դա ոչ թե Ալեքսանդր Թամանյանի պրոյեկտն է, այլ Գևորգ, իր որդու։ Հա, Մեծ որդու էլի, ավակ։ Լավ ասաց որ Ալեքսանդր։ Չէ, ոչ մեկը, չգիտեմ։ Ճիշտ ասած Հասմիկը որ սկզբից գրել էր Արանցիջը։ Շենքի մասին։ Ես մտածի կարող ես։ Շենքն է։ Հա, հեն այն շոտ փագած է ես իմ տրակտորը, էսկավատորը կանգնած։ Հա, հիմա այս շենքն է, ինչ է, շենքը ոնց կարան քանդեն մարդիկ են Ես ապրում։ էլ չեմ պատկերացնում, ոնց կարող է շենքը քանդել։ Չէ, երևի Վիկտորը նկատի ուներ։ Հա, ես չնայեցի, դու լրիվ նայեցիր վիդեոն։ Հա, կարճ վիդեո էր։ Երևի նկատի ուներ ինչ որ Արի հարցնենք։ ֆասադն են ձևափոխում։ Էս ինչ պետք է։ Կարող է իմանալ, այս շենքը ասում են քանդում են ինչ որ ես։ Չեմ կարծում որ քանդեն, որտեղ Ես չեմ կարծում։ Մի հատ վիդեո էր։ Նախապես երևի Ասում է գիշերները քանդում են։ այստեղ ինչ որ վերանորոգում հիմա անում են, բայց այդ գետնի ըստ ներքևին ինչ պատվալային հարկում է, էլի ոչ թե Վերանորոգումը։ Հա, Հա, այդ համաձայն են վերանորոգում, բայց ոչ քանդել։ Շնորհակալություն։ Չէ, խելքին մոտ չի իհարկե։ Այստեղ փակ է, մենք ոչինչ չենք տեսնում։ Դե հիմա այդ տղեն բացատրեց էլի, ընդ բան են փորում էլի։ Երևի այդ փորել է նկատի ուներ որ քանդում են։ Հա, ու ինքն էլ ասեց չի կարող, որովհետև մեր կաֆեն նոր է բացվել։ Մենակ կաֆեն հայ մարդ այսքան մարդ է ապրում։ Այս բնակելի շենք է։ Այս են խաղալիքների շենքն է, Անահիտ։ Ստեղի միջալոց վանել էր ապրում։ Բաբուլիչնի կարը ստեղ, հետո խաղալիքներ։ Հրաչյան Ներսեսյանի աղջիկն էր ապրում։ Հա, այդ վերևը տես, վերևն են քանդել, բայց վերանորոգում է գնում, հա։ Այդ են Չէ։ ստադիոն էկրանով բարձրացնում են։ Չէ, վերևը հասկացանք Անահիտ, բայց սենց էսկավատոր վերևի համար ինչի է պետք է լես էսկավատորի հզորությունը նայի։ Են էլ երկու հատ էսկավատոր է։ Հələ մի րոպե մի քիչ հեռվից նայենք։ Այնտեղ թիղթ կա, նայենք նայենք, այն այնտեղ բաց է նայենք։ Արմեն մեքենաներ են, մենք փողոցի մեջտեղն ենք ուղղել։ Հեսա Հիդրոէներգա նախագիծ։ Հիդրոէներգա նախագիծ, այո, ինստիտուտ, մի հատ էլ ինչ-որ պարծա էր ստեղ։ Ինչա։ Պալիտոլոգ։ Պալիտլոգոս։ Ես պալիտոլոգ։ Հեսա։ Չէ, երկու հատ չէ էսկավատորը, մի հատ է։ Այս կողմը կովշնա, այն կողմը գրեյդեր էր, ոնց էր կոչվում, արդեն մոռացել եմ։ Այս ավազ են լցրել, այդ տղայի ասածով փոս էին փորում, հա փոսը երևի այնտեղ են փորում։ Աստեղից այնտեղ տեղ չկա անցնելու աչքիս։ Այսքան անցավ հետո պլոտնի փգը։ Այս ծակից սրանից ավել բան չի երևում։ Հա լավ, ինչ-որ միտեղ փորում են էլի, գետնի տակ են մտնում։
Բայց այդ ավազն էր, հետաքրքիր ավազ էին լցրել։ Տենում եք ինչ լավ ծխել չի կարելի։ Հատե գրեն քանդել չի կարելի, չէ՞։ Չկա ոչ մի բաց տեղ։ Այդ որտե են մտնում, որտեղից են մտնում, որ աշխատում են։ Լավ կամերան փոխեմ։ Հա։ Այստեղ գրած է աշխատանքների սկիզբը ապրիլին է սկսվել, 11 ապրիլի։ Ստե գրած է Նիկուրից, որտեղ է։ Իսա։ Հա, վայ։ 24 թվից։ Հերմի կամերով նկարում էլի։ Հայ էներգո նախագիծն է։ Կատարողը Շինտեղ 1 ՍՊՀ։ Ուտես սկիզբը ստեղ ավարտը 11:08:25 թիվ։ 08-ը որն է, օգոստոս, հա։ Օգոստոսի 11-ը։ Բամեք Բուլղարիայում կլնենք այդ վաղտ ոնց է կիլո։ Լավ էլի արա։ Ես հետաքրքիր է, չծխելը կպած սաղ տեղերը կպցրած է։ Լավ գնացինք։ Ինչ իմացար։ Ոչ մի ման, ընդ մի հատ դուր կար։ Բայց նույն հատ երիտասարդ մտավ ընդեր Դե ինչ դժվար իմանա։ Վիկտորը ինչ էր ասում, գիշերներն են աշխատում, չգիտեմ։ Հա, բայց այդտեղ բնակել ինչ-որ բան կա, այդ որ երիտասարդը մտավ, այդ մասը։ Հա, բա ոնց, ընդ բարձանում ես։ Հա, բարձանում ես։ Չէ, շքամուտքը ստեղից է, այս է շքամուտքը։ Այս մասից է։ Տես, այս շքամուտքը, որ մտնում ես, հենց ընդեղ տակը իրանք մեծ փոս են փորել։ Ընդեղ մի հատ փոքր ծակ կար, ես աչքով տեսա, բայց կամերայով չկարացա նկարել։ Բայց ես արջևում խեր ես կան ավազը վսրած չհասկացա։ Ամեն ես ամբողջ երևում ասում։ Այդ Ես բոլոր աշխատանքները երևում են։ չէ, ես բոլորը չերևում, անա, այ ընդեղ է։ Այս մասում է այդ ինչ-որ, այստեղ է այդ փոսը փորած։ Հենց մտնում ես, պաստորը։ Հետո պարզակը փագեն հատակով էլի մի հատ ուրիշ։ Ֆալշ հատակով կփագեն։ Լավ մի խոսքով այ մարդը։ Հուսով եմ ամեն ինչը պատշաց հաշված է։ Դե հայ էներգո նախագիծներ, հայ հիդրոէներգո նախագիծն է պատվիրատուն։ Դժվար։ Ինձ իրանք են այդ պատվիրատուն։ Հա, այդ ինստիտուտն է էլի, իսկ մնացածը իրանք հանձնել են օֆիսների էլի, կամ օրինակ այդ պարտիան։ Մեզ մի անգամ որ կանչեցին, մենք այդտեղ հատակներ էինք անում։ Հենց այդ պարտիան էր, երկրորդ հարկում իրանք գրանիտ էին շարել, մենք այդ գրանիտը շիլիֆովկա արեցինք հայերեն ասած։ Սենց անայդ, գնացինք, ես էլ իմացանք։ Հասմիկ ջան մի անհանգստացեք, ինչ-որ մի լուրջ բան չկա։ Այս ցենտր շենք էր, ստեղ այդ քանդեցին, այդ դիլխոր էր։ Մինիստրություններ ձեր։ Վերջում հա մեր նախարարություններ։ Բայց մինչև RNTB-ն էր։ Այո, ճիշտ ես։ Լուրջ սալիդնի շենք էր սովետական, կարող է էլի Թամանյաններից մեկը հեղինակը չգիտեմ։ Այդ ափսոս էր։ Գնացինք։ Այդ քո ասած տղան որ մտավ, այդ տղա աղջիկ ընդ կանգնած էին։ Ես անջատեցի, հարցրեցի, ոչ ման չգիտեին։ Ընդ օֆիսներ են, այդ օֆիսների աշխատողներին ինչ-որ առանձնապես հետաքրքիր չի։ Այս բանը։ Ինչ են անում, ինչ չեն անում։ Strange։ Բաբլս։ Դե արդեն այն տղային պետք է հարցնենք ինչա, բայց ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեցինք։ Մեզ ուրիշ բան էր հետաքրքրում։ Այսպես մի հատ ծակ կանեմ, հեսա home elite, տրվում է վարձով, հեսա սաղ շենքը ծակրտել են էլի։ Բայց դե այստեղ էլ վտանգ կա էլի, որ այտենց սաղ ծակրտում են, ֆունդամենտը կարա, չէ նստի։ Հեսում երևի կա էլի, չգիտեմ տենց հաստատ։ Ավելի լավ կլներ չծակրտեին։
Են մի հատ անիդոտ կար է, որ ասма, որ հիմա եկեղեցուն այսքան փող նվիրաբերեմ, դրախտ կընկնեմ, ասма չեմ կարա հաստատ ասեմ, բայց լավ կանես համնայն դեպս նվիրաբերես։ Հիմա այս ծակերն է, չեմ կարա հաստատ ասեմ, բայց լավ կնես Բայց ես չեմ կարա հիշեմ, չծակեմ։ խաղալիքի խանութներ հետո դարավ լուշակեղենի, թե հակառակը։ Ես չի կարա իրար հետ ալնի։ Ինձ թվում է այս մեծ տարածքներ, այսինքն մեծ երկար տարածքներ։ Այսքան մեծ խաղալիքի խանութ։ Հա, ու հացա բունկեղեններ, ես այդ լավ Դե երկուսը իրար հետ են եղել են։ չեմ։ Երևի։ Ինձ թվում է մեկը ավելի շուտ, մեկը մի քիչ ուշ։ Մտնեց։ Իսկ GoPro-ն ուտտեղը նկարել չի սիրում հեչ։ Իսկ առանց Ջերի մեջ սիրում է նկարի, բայց մուտտեղը չի սիրում։ Ջերի մեջ խելքը իրանը չի նկարի։ Այս էլ մի հատ ծանոթ տղա էր։ Ստեղ էր, չէ՞ մի վաղ այդ չեխական խրուստալ մուրուստալի խանութը։ Ուրա։ Այս վերևի հարցը։ Հա, սա Ուղղակի ցուցանակն են հանել։ ծանոթ տղա էր, իրանց բնակարանն էր, հանձնել էր։ Թե տակը ինքնափոր է, չգիտեմ։ Դες ինչ մուտքեր էին անում լուրջ։ Գնանք անայիդ, նստենք մեքենա և դեպի տուն։ Վերջացրեցիք նկարահանում։ Ուզենք չուզենք։ Ինչու։ Որտև ես են մեկով չեմ նկարի։ Ինչ ա եղել, որ չես ուզում նկարես, հոգնում ես, հա։ Ուսերս սավում է։ Ինչու։ Վաղը բան կբերեմ, բժշկի թուղթ կբերեմ։ Լավն էր։ Հոտքերը ինչ կարճ ունքում արմին ինչ ծանր։ Բայց խելոք շուներ, ոչ մեկի վրա չէր հարցատվում։ Դաստիրակված շուներ։ Ինքնամփոփ շուներ։ Не делай так. Food court, falafel, հա, falafel ինչ է։ Չգիտեմ։ Ծավիկի խանութը դարձրեցին լսում եմ, բան, խոր։ Նախ ծաղիկի խանութը ասենց աշխարհ չափսի չէր, Հա, փոքր է։ համեստ էր։ Բացա ինչ-որ, չէ, հայկական է, ես մտածի կարող ինչ-որ հատկական է, թե բայց, անայդ, բան է, ճաշարանի տիպի բան է, բացարվաշի լավ տեղ կարա ալնի։ Նա բուրշեր է դրամացի ձեր։ Ալիկը գնում է Էլենում է բորշուտում։ Հա, իմիջ այլ է, ժողովուրդ, այդ բանը Մարամ Աստվածածինը, որ մեզ նվիրել էր Ալիկը, դա օրիգինալը տեղադրված է հայկական եկեղեցում, այդ Մոսկվայում, որ կառուցեցին է, Նոր եկեղեցի։ նոր եկեղեցին, Սուրբ Խաչ, դե մենակ մի հատ եկեղեցի չի, դու կոմպլետ համալիրա մեծ եկեղեցական, ընդեղ աղոթարաներից մեկում այդ նկարը մեծ իհարկե Եվ օրիգինալը։ Եվ օրիգինալը ի տարբերություններինից Այդտենց Բայց շատ լավ տպած է, չէ։ Շատ, այնպես Որակով։ բանը ոսկե գույն էլ կար, նկատեցիր, ոսկե գույնը տպել է այդ լուրջ գործը В общем, այդ նկարից աշխարհում մի 50 հատ է։ Մեր մոտ։
Ալիկը ասեց 50-յարդ, կարող է քիչ ավելի, ինչ Ես եմ ենթադրում։ ավելացրեցիր։ Ինչ հիմա մի հատ էլ ալիքին զանգ տամ։ Դատարկվեց փողոցները, զգում ես։ Հա։ Իդեպ ես առավոտը խոսացի ալիքի հետ, ասում է երեք ես Նեդային էի համել ուզում հրավիրեի Էլեն։ Մեկ էլ ինքը ասում է ինչ-որ զբաղված էր, SMS եկա, որ ուժ զանգ կտամ։ Այսօր զանգ տվեց, ասում է ինչի էր զանգ տալի, ասի սենց։ Վայ, ասում է Անայդան իմ ընկերուհին է։ Ուսեցի, Դե ալիքը ընկերուհի ասեց։ համակուրսեցի, Հա, Նեդան ասեմ, հիմա արդեն տնօրեն է, չի չէ ոնց որ։ Չէ, Նեդան Հարաջանովի։ Զավենն էր տնօրենը։ Հա, Զավենի կինն էր Նեդան։ Հա, չէ, այնտեղ մի հատ իշուզուհի երիտասարդ կին է։ Չես հիշում, որ գնացինք Լինա Տոսունյանի գրքի նոր հանդես։ Հիշում եմ։ Ահա բան է։ Հենց որ տրուպկան վերցներ կհանդիպեինք Նեդայի հետ։ Դե լավ, գնանք, ես անջատ եմ արդեն։ Ինչքան մարդաշատ է լինում, չէ՞։ Հələ նա ինչ դատարկվեց սա։ Բոլորը վախեցել են այն անձրևից ու քամուց։ Մեր մոտ մասիվում ամեն դեպս շատ գժական էր։ Շիվարած էինք մնացել։ Այս հատվածում ուժեղ ակացիայի հոտ է գալի, չենք կարում ակացիային գտնենք։ Ինձ թվում է սա է, ծաղիկները արդեն բան են եղել, բայց բուրմունքը մնացել է։ Թվում է այն ծառնա։ Որը։ Այն լոբիները, որ կախացեն։ Այո, որովհետև Ոչ մի լոբի։ Մոսկովյանի վրա, իրա վրա, հələ ես քեզ հարցրեցի, հետաքրքիր է սա գին է, անցյալ տարվանն է, այդ լոբիները։ Դու ասեցի Սա հացենի լոբիներ են անայ։ Հա, սա ուրիշ ծառի լոբիներ։ Այո։ Բայց բուրմունքը հոյակապ է։ Ծառերը նենց փարթամ են, հələ ճյուղերը ոնց են կախվել, ծանրությունից։ Լավ ես մարդկանց հետ դիմավորենք ու գնանք։ Поехали. Что спота? Կազիրոկ անցանք, որը հիմա դարել է պիցեր է, ու նորից Սպինձերյան փողոց, այն այեք համ ձախ կողմա Սպինձերյան, համ աջ կողմա։ Լույսերը դեռ չեն վառել, բայց նայ ես սրճարանը ինչ լավ լուսավորել է։ Ու մտնենք Մոսկովյան, փորձենք մտնել։ Լավ, անձրևից խուսափեցինք։ Ինչն է լավ է, իզուր տեղը զոնտիկս քաշ տվեցի։ Ուզում էիր թրջվեիր։ Հետ չի ուզում։ Հետաքրքիր է, ինչ-որ ժամ կար, լույսերը որ ժամին են միացնում։ Հա, այ սկսեցին ոնց որ։ 8-ին երևել է։ Ես նոր չմիացրեցին, ոնց որ։ Հա, նոր։ Հա։ Ինչ է, 84։ Հա, այնտեղ էլ են սաղ միացրել արդեն։ Այն փողոց։ Հա, մենք անցանք մութեր, չէ՞։ Ահա։ Բաղրանանը կտրենք։ Մեկը մութ է ինչ-որ, դուրս չի գալի։ Դե որովհետև էս էկանում լույսերն են դրել կարմիր։ Այսկապես մեր Լվովյանում են լավ լույսերը դրել են։ Լվովյանում շատ լավ է դրեցին մեր տան մոտ։ Մենակ մտածում են էկոնոմիայի մասին։
ու մաշտոց պողոտաներ խուժենք։ Ստեր հեճետները ինչ-որ մեկին խանգարել էին, հա, վեկալան վերացրեցին մի մոմենտ։ Ծառը ամբողջովին կանաչ էր։ Կինոնայրին ենք անցնում։ Չես ասում անդրատ։ Ասեմ, ես անպայման։ Ուրեմն մեզ ուղարկեցին 47 թվի Անած Անահիտ կինոն, որը վերականգնել են գույնավոր։ Այդ ֆիլմը հիմա կինոնայրին որելներ ռետրո կինոթատրոն պրեմիերա կրներ Անահիտի 47 թվի վերականգնած ֆիլմ։ Ու տենց ինչքան ֆիլմեր են վերականգնում։ Ամեն անգամ ստեղ պրեմիերա կրներ։ Չեն լսում էլի, որ մի բան ասում են։ Ասեցի Անահիտ Մոնտրոս։ Չէ, ինչ-որ ուրիշ մթություն Անահիտ, սենց ինչ չեմ հիշում։ Կարող այդ լույսերն էլ ունեն ուժեղ, թույլ ռեժիմ։ Չգիտեմ։ Կարող է այն ժամանակ այս լույսերը չէին։ Բա ուր կորան են լույսերը։ Հանեցին, փոխեցին այս լույսերի վրա։ Լավ, Կորյուն փողոցի վրա ենք։ Թեքվենք Տերյան, հարազատ պոլիտեխնիկն էլ անցնենք ու հրաժեշտ տանք դեսել մեր հարազատ պոլիտեխնիկ ինստիտուտը։ Բա կենտրոնականը չեն լուսավորը։ Լուսավորված է։ Հավայ լուսավորված է։ Քիմ կորպուսը չեն չհետել են լուսավորը։ Բոլորը լուսավորել են։ Լավնակ հայեր ջան։ Ստեսություն ձեզ։ Առողջ եղեք։ Խաղաղ եղեք։ Եվ երկինքն էլ խաղաղ լինի մեր գլխին։ Միշտ առողջ։ Աշխարհին խաղաղություն, մեզ էլ առողջություն։ Չդե մեզ էլ չի խանգարի խաղաղություն։ Չի խանգարի։ Տեսար կաթոցը սկսեց Անահիտ։ Օ, լավ է տենց ինչ-որ մի ուժեղ բան չի։ բայց չի, մեծ են կաթիլները, կարա ասենց լավ ուժեղ հիմա բան։